Էներգետիկայի հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ կան, երբ Հայաստանը միանա Ադրբեջանի էներգետիկ ցանցին, ինչի մասին որ իմ հարցինի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյան, մենք էներգետիկ կախվածության մեջ ենք ընկնելու, հիշեցնեմ, Ադրբեջանի էներգետիկ շանտաժը, ոչ թե շանտաժ, Հայաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները, որը պատերազմի եւ հաղթանակի տարիները ցավոք հիմա կոչում են ցրտի եւ մթի տարիներ, եւ հիշենք Ադրբեջանի էներգետիկ շանտաժը մանավանդ հարավային Եվրոպայի որոշ երկրների նկատմամբ։ Ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայաններին, իր գաղափարն ինչ է, փոքր սարքում ես, հետո կցում ես, հետո ավելացնում ես։ Ես միջուկային էլեկտրականների մասնագետ չեմ, հասկրթությամբ ֆիզիկոս եմ, բայց գիտեմ, որ դրանք լայնորեն փորձարկված չեն, բայց ճիշտ կլինի դրա մասին խոսել մասնագետների հետ, որովհետև մենք միջուկային անվտանգության վարչություն։ Պարոն Խաչատյան, դրի հետ կապված ներդրում բառի կառավարության աշխատակազմից պատասխանել են, որ թարգմանիչը եղել է ամերիկյան կողմից, հետևաբար դա է դրանից գծում են։ Դա դες համոզիչ է, թվում որ դա միտումնավոր չեն արել եւ դիտմամբ չեն ներդրում թարգմանել։ Դա կարելի է ուղղել, որ ներդրում բառը չի օգտագործվել եւ ընդունված պրակտիկա է, որ թարգմանիչներին երբեմն մեղքեր են վերագրում։ Պարոն Խաչատյան, այդ երկրորդ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց հանրություններից, դա ընդդիմության կողմից հայտարարություններ եւ գնահատականներ հնչեցին, որ դա ուղիղ աջակցություն եւ ներքաղաքական միջամտություն է Հայաստանի ներքին գործերի։ Այս դեպքում էլ այդ հայտարարությանը նույն որակումն եք տալիս։ Թուրքիայի արտգործնախարարը երբ որ խոսել է, նախ Միացյալ Նահանգներ եւ Հայաստան հարաբերությունները համատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չկար։ Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է ընդգծված թշնամական քաղաքականություն, հիշեցնեմ, որ Թուրքիան նմանապես գրեհիկորեն միջամտել էր Հայաստանի ներքին գործերին 2021 թվականի փետրվարի այս օրերին։ Սա խնդիրը դառնում, Թուրքիայի միջամտությունը ուղղակի պարզ էր, գրեհիկ էր եւ գործնական։ Միացյալ Նահանգները ասին, որ իրենք ցանկանային Փաշինյանի հետ աշխատել, բայց վստահ են երկրությունները նոր իշխանություն ձևավորվի, այդ վստահությունը կանցնի նաև նոր իշխանություններին։ Այսինքն միջամտություն այստեղ չկա, պարոն Խաչատյան։ Ես ասում եմ, մարդը փոխնախագահ իր ցանկությունն է արտահայտել, կարող ենք նաև գնահատել ինչ-որ մի ձև։ Դիվանագիտորեն ասած ինքը դեմ չէ լինի, բայց վստահ եմ, որ եթե փոփոխություն լինի, նույն հաջողությամբ կխոսեն նաև նոր իշխանությունների համագործակցելու մասին։ Չմոռանանք, որ իշխանությունները, Հայաստանի իշխանությունները ինչքան ջերմ էին Բայդենի ադմինիստրացիայի հետ, բայց Օսալիվանի դիտարկմանի պատասխան ինչքան գրեիք պատասխան։ Իսկ պարոն Խաչատյան, ինչ է կարծում, ինչու է իրենց մոտ ձևավորվել։ Չեմ կարող իրենց մոտ ձևավորվածի մասին պատասխանել։ Ինչու են իրենք այն կարծիքին ձեր տպավորություն, որտեղ այստեղ ընդդիմությունն էլ գուցե ունի անելիքը, որ այդ ծրագրերը կարող են շարունակել միայն Նիկոլ Փաշինյանի հետ։ Նու միայն բառը չի օգտագործվել, բայց այն որ Հայաստանի իշխանությունները, միջազգային արտակներում մենք մինչև վերջերս երբեք Հայաստանի ներքաղաքական հարցեր չէինք բարձրացնում, որովհետև կար պարադիգմա դիկտատորական Ադրբեջան, ժողովրդավարական Հայաստան եւ Արցախի հարցում ակնկալվում էր, որ կլինի միջազգային հանրության աջակցությունը ժողովրդավարական Հայաստանին, դրա համար մենք չէինք խոսում։ Իշխանությունները, որտեղ նստում էին, քարն առնում եւ սկսում են իրենց գովել եւ խնովել ընդդիմության։ Ձեր հարցնի պատասխանը, ես կարծում եմ պետք է ակտիվացնեն շփումները թե Միացյալ Նահանգների, թե այլ գործընկերների հետ, մեր դիրքորոշում ավելի հստակեցնելու համար։ Պարոն Խաչատյան, նաև 9 միլիարդը ինչի մասն է, ճիշտ հասկացա։ Խոսքը գնացել է 9 ընկերություններին ամերիկյան, որպեսզի այսքան Հայաստանից պետք է գնանք, մի հատ բացատրեք, էլի, որպես տեսեք, 4 միլիարդը խոսքը գնում էր պարզ, վառելիք գնել, շահագործել, հետ ուղարկել։ Այո, միջուկային վառելիք, այսքան փողոտուր առ։ Մյուսը 5 միլիարդը դա պոտենցիալն է, բայց հիմնականում խոսքը գնում էր ատոմակայանի մասին։ Այդ գործընկերը որ արծես մոդուլար ատոմակայանի մասին, իմ սուբյեկտիվ ընկալումը խոսքը գնում էր թե ինչքան կարժենա այդ ատոմական կառուցելը կամ լավ էներգետիկ ոլորտում համագործակցությունը, բայց Վենսը չի ասել, որ Միացյալ Նահանգների մասնավոր ընկերությունները ներդրում կկատարեն 5 միլիարդի։
Լավ, այսքան կստեղծեն 5 միլիարդի արտադրամիջոցներ, կստեղծեն 5 միլիարդի աշխատաշուկա, նոր աշխատատեղեր եւ այլն։ Հին ատոմականը նորով փոխանելով խնդիրն է գալիս։ Բայց փողը, այո, փողը Հայաստանը պետք է վճարի։ Իհարկե Հայաստանը պետք է վճարի, վայելով։ Դա մարդասիրական օգնություն չէ, դա տեխնիկական աջակցություն չէ, դա պարզ բիզնես գործ է։ Իդեպ կներողություն եմ խնդրում, նույն անալոգիան ունենք ինչ որ բան դրոնները, անօթաչու թռչող սարքերը։ Իհարկե շատ լավ է որ գնել են, հետո խոզելու։ Չէ, բայց Ես մասնագետ չեմ դրա։ Պետք է գնեն, այո, բայց Միացյալ Նահանգները էական ռազմական աջակցություն է ցույց տալի Ադրբեջանի։ Իհարկե ասում են դա Իրանի դեմ է ուղղված, բայց ամեն դեպքում ստեղ էլ մենք պարիտետը չենք տեսնում եւ դա համար է ասում։ Բաքու կատարած այցից հետո ավելի բարձ կդառնա։ Դե դեր ակնարկը խաղաղություն է, դուք էլ ծիծաղեցիք, ես էլ, որովհետև չի կարող լինել խաղաղություն եւ ճշնամին քո տարածքում է անընդհատ միջամտում է քո ներքին գործերը։ Բայց իմ կարծիքով ներողություն եմ խնդրում, իմ կարծիքով ոչ թե իմ կարծիքով, այսինքն Վենսը չի ասել, որ մենք պատրաստ ենք հաշվով հագել։